Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Բևերի երիտասարդական փոդքասթի հերթական թողարկումը, այսօր տաղավարում հյուրընկալել եմ երիտասարդ Արթուր Կարապետյանին, բարև Արթուր ջան, ինչպե՞ս ես։ Բարդ։ Հիմա նորից կասես ես ինչ երիտասարդ չեն, նախորդ անգամ հիշում եմ նման մտքեր էիր ասում, բայց համեմատաբար երիտասարդ։ Եվ ինչից սկսենք, ներկա իրավիճակը մի փոքր քննարկենք, օրինակ քո շրջապատում գիտեմ, որ աշխատանքի բերումով տարբեր մարդկանց հետ է շփվում, ինչ են ասում, արդյոք երիտասարդներ կան, չկան, ինչ են մտածում, ինչպես են տեսնում մեր երկրի ապագան, առաջիկայում էլ այսպես կոչված ընտրություններ են մի քանի ամսից, նախընտրական լուրջ կրքեր են Հայաստանում դեռ ամիսներ առաջ սկսվել, ինչ են մտածում, օրինակ քո շուրջ գտնվող մարդիկ, ում հետ դու շփվում ես։ Ընտրությունների մասով այսպես ասեմ, առջևում քվեարկությունն է, ընտրությունը տեղի ունենում ամեն քվեարկությունից անմիջապես հետո։ Այսինքն մենք 5 տարի ժամանակ ունենք ընտրելու, մեր ընտրությունը կատարելու եւ վերջում կանալու քվեարկության։ Ինչ վերաբերվում է շրջապատում մարդկանց, իրականում կարծիքը շատ տարբեր է ու մի քիչ այդ թեման քաղաքական արդեն դարձել է մեծամասնության համար զզվելի եւ քիչ քննարկելի։ Վիճաբանության առարկա, չէ՞, մեկը մյուսի հետ։ Հա, խուսափում են հիմնականում քաղաքական հարցեր քննարկելուց, որովհետեւ դա ինչ որտեղ տանելու է վիճաբանության։ Այո, անձնական դաշտ։ Որովհետեւ մենք չենք տարբերում քաղաքական խոսույթը անձնական խոսույթից։ Մենք կարող ենք ասենք շատ հանգիստ վիրավորել դիմացինին իր քաղաքական հայացքի համար, ինչի իմ կարծիքով անընդունելի է։ Եթե մարդը այդ կարծիքին է, թող լինի այդ կարծիքին եւ իր քվենտա այն ուժին, ում միջոցով որ մեր երկիրը պիտի դառնա ավելի բարեկեցիկ։ Բայց կարելի է, չէ՞, հա, էլի մարդը կարծիք ունենա, կարելի է զրուցել, ոչ թե համոզել, այլ մարդուն ներկայացնել իրականությունը փաստերով։ Մանավանդ եթե օրինակ ինքը կողմնակից ենք բոլորս, այսինքն եթե ես ունեմ իմ տեսանկյունը, դիմացին ունի իր տեսանկյունը, դիսկուս վարենք առողջ, բերենք մեր արգումենտները եւ կանք ընդհանուր եզրակացության։ Բայց մենք հիմա որ մտնում ենք բանավեճի քաղաքական թեմաներով, մենք չենք մտնում ինչ որ կարծիքների փոխանակման համար եւ այսինքն ինչ որ տեղի է ունենում քաղաքական վերնախավի միջև, այսինքն չենք տեսնում առողջ քաղաքական դիսկուրս, այլ տեսնում ենք իրար վրա կորալ, տեսնում ենք վիրավորանքներ ազգական մակարդակի եւ այլն, չենք, այսինքն առողջ արգումենտների, ասենք դիմադրություն չկա, էլի, այսինքն ես իմ արգումենտն եմ բերում դիմացին իր եւ որի արգումենտը ավելի ծանրակշիռ է լինում, հաղթում է կոպիտ ասած այդ կողմը կամ մեկը համոզվում է կամ գալիս են ընդհանուր մի եզրակացության եւ բերում են երրորդ ինչ-որ ճանապարհ։ Եթե դա այդպես լինի, դա ինչ-որ մի կերպ մենք պիտի սովորեինք ինչ-որ մի դեբատների արդյունքում կամ քաղաքական այլ զրույցների արդյունքում, որ մեր կենցաղային մակարդակից մեզ ավելի բարձրացներ եւ մեր բանավեճը լիներ ավելի առողջ, բայց կարծում եմ, որ հիմա այդպես չի։ Հիմա այդպես չի, թե միշտ է այդպես եղել, որտեղ մենք տեսնում ենք այդ պառակտումը կա, ոչ միայն նաև ընտանիքներ է մտել, ընտանիքի անդամների մի մասը, այլ քաղաքական ուժի է հարում ու օրինակ կան ընտանիքներ, որ ես գիտեմ, անգամ երկու եղբայրների մակարդակում դա անձնական թշնամանքի է վերածվել այս տարիների ընթացքում։ Այդպիսի դեպքեր իրականում շատ են, մեծանող երեխա հարաբերության մեջ, եղբայր եւ այլն եւ այլն, չէ, իրոք դա ծանր վիճակ է։ Էլի եմ ասում, դառնալից է, որ մենք քաղաքական խոսույթը չենք տարբերում կենցաղային ինչ-որ խոսույթից, էլի, ցավոք սերտի այդպես։ Հայ իրականում նայենք մեր ազգային ժողովում ինչ է տեղի ունենում, էլի։ Բայց օրինակ սովորական շփումով, զրույցներով մենք կարողանում ենք ազդել մարդկանց, լավ, մտածելու առիթ տանք, օրինակ, ասենք դու քո փաստարկն ես բերում, ինքը իրենն է, չէ, բերում, դու ասեցիր, որ արգումենտը ծանրակշիռ է լինում, դա էլ կարելի ասել հաղթողն է։ Ընդհանրապես մտածում են, օրինակ, որ խոսում ես ինչ-որ հարցերի շուրջ, հետո գալիս են հարցեր տալիս են, թե չէ, իրեն։ Չասեմ, որ այդպիսի բան չկա, բայց խնդիրը այն է, որ մենք չենք արգումենտներից դուրս գալով կայացնում մեր որոշումը, ասում եմ մենք, որովհետև մենք մեծամասամբ այդպես ենք, որովհետև մենք ավելի շատ էմոցիոնալ դաշտի մեջ կանք, քան ավելի ռեալ դաշտի մեջ։ Այսինքն մենք կարող ենք զուտ սիմպաթիայից դուրս գալով ընտրել մի քաղաքական ուժի։ Եվ ես շատ եմ հաճախ լսում, որ ասում են, տես ինչ խելացի բաներ է ասում մարդը։
Բայց եթե խորն այնք այդ մարդու ասածին, ասենք խելացի ոչ մի բան չկա, էլի։ Մարդիկ կան, ովքեր ունեն հadoop տաղանդ, կարող են ժամերով խոսել, Խոսքով գրավել, չէ՞։ ինչ որ մի բան ասել, որ ագաջահաջո լինի, բայց եթե ռեալ նայենք, ասածի տակ ոչինչ չկա։ Դրա համար հadoop տաղանդ է պետք իրականում։ Այսինքն քաղաքական հիպնոսացման ճանապարհ է դա, որը մի հատվածի կարող է օրինակ գրավել Դա որակ է եւ լավ որակ է, ուրիշ բան է, որ այդ որակը ծառայում է վատ նպատակի կամ եթե վատ նպատակ է ծառայում, դա այդ որակը արդեն մենք կարող ենք որակավորել որպես վատ։ Բայց դա լավ որակ է, որ խոսքով կարելի է մարդկանց մոբիլիզացնել։ Եվ այն մարդիկ, ովքեր որ տիրապետում են այդ արվեստին, լավ կլինի, որ ծառայեցնեն լավ նպատակի։ Այսինքն այն քաղաքական ուժը, որը ունի լավ գաղափարներ, այս իրավիճակից դուրս գալու ծրագրեր, ինքը կարող է զուտ չունենա ժողովրդի աջակցություն նրա համար, որ չունենա այն քաղաքական գործիչները, որոնք կարող են այդպես նստել սիրուն, հա, գրավիչ խոսել, մարդկանց սիրտը գրավել, հա, այսպես։ Հա, դա իրականում շատ կարևոր ատրիբուտ է։ Ես դա շատ վաղուց ասում էի, դեռ որևէ կապ չունեի քաղաքականության հետ, որպես լրագրող ասում էի, այո, որ այս մեր ժողովուրդը ցավոք սիրում է կան չէ աղջիկներ, որ սիրահարվում են ականջներով, օրինակ, երբ որ իրենց հասցեին շատ լավ, սիրուն, գեղեցիկ, շռայլ խոսքեր են ասում, իրենք այդ խոսքերին են սիրահարվում, չէ՞։ Հիմա մեր ժողովուրդն է, մեկ չի նայում տակը ինչ կա, շատ գեղեցիկ, շատ լավ խոստումներ են, դրան հավատում են, ինչպես եղավ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված ճակերտավոր հեղափոխության օրերին, երբ որ հրապարակից շատ շռայլ խոստումներ էր տալիս, ինչպիսի տնտեսական զարկ է տալու, ինչքան աշխատատեղեր են ունենալու, կարմիր գծեր չեն լինելու, արագաչափեր չեն լինելու, մեկ էլ լրիվ հակառակ գործընթացը տեղի ունեցավ, ու այսօր որևէ մեկը չի պահանջում իր ընտրողներից, թե մի ժամանակ ուրիշ բան է իր ասում, ինչ եղավ։ Այսպես ասենք, հիմա ով է։ Նույնը հիմա կարծես կրկնվում է այլ քաղաքական ուժի կողմից ու մեր ժողովուրդն էլ սիրում է, չէ՞, 300 աշխատատեղ, հա, շատ լավ, սիրուն խոստում է, գնանք ընտրենք, վաղը մյուս օրը կորց կունենանք։ Լավ, եթե աշխատատեղերի մասին է խոսքը, այսպես ասենք, մենք ունենք մայիսի 1, մեր ընկալման Ախտիջանի մասին է խոսքը, մենք ունենք մայիսի 1, եթե չեմ սխալվում, դա աշխատավորների օրն է, չէ՞, մենք եթե մայիսի 1-ը կորալը Սովետից է եկել, մինչև հիմա այդպես նշում ենք, բայց եթե օրը աշխատավորինն է եւ մեծ զանգված անաշխատանք է մնացել, մայիսի 1-ին ոչ թե կարելի այդ նույն մարդը պիտի կորակեցե մայիսի 1-ը, ըստ երևույթի ինքը պիտի գնա իր բաժին աշխատանքը պահանջելու։ Այսինքն այդպես կարելի է նշել, էլի, եթե գիտակցական մակարդակը բարձր է, հաստատ այդ օրը աշխատավորները իրանց իրավունքները պետք է այդպես պաշտպանեն։ Դուք կա որ ասեն ես աշխատունակ մարդ եմ, կա գործազրկության խնդիր, այդ հարցը լուծեք։ Այդ դա կլիներ առողջ վիճակ։ Եվ ինչ վերաբերում է նախընտրական խոստումներին եւ այլն, ասեմ քաղաքական գործիչը հիմնականում ով է։ Պետք է լինի նա, ով ինչ որ ասում է, անում է դա։ Եթե շեղում է քաղաքական իր խոսույթի գծից, բայց այստեղ մի նրբություն է կա, մի բան է, երբ որ դու ընդդիմություն ես, մի բան է, երբ որ դու կարծես իշխանություն։ Ես անգլիազորեն ասում եմ, տխմար են քաղաքական գործիչը կամ են քաղաքական ուժնի հիմար, որը որ ասում է նախընտրական քարոզաշավի մեջ եւ ընդդիմության դիրքերից ասում է ինչ-որ մի բան եւ գալիս է իշխանության եւ շարունակում է նույնը։ Իսկ Հայաստանում հիմնականում այդպես է լինում, ոնց տեսնում ենք։ Այդպես պիտի լինի, անգերձ եմ ասում, տարբերություն պիտի լինի, եթե դու ընդդիմություն ես եւ իշխանություն ես, բայց ոչ ռադիկալ հակառակությամբ։ Դա արդեն քաղաքական սոփեստություն է, ընդ որում շատ բարձր մակարդակի եւ դա լավ տեղ չպիտի տանի։ Իսկ ինչ-որ մի հարց կա եւ այդ հարցի շուրջը իմ քաղաքական ընտրությունը կայացել եւ դու եկել ես այդ հարցը լուծելու, բայց դու տապալում ես այդ հարցը եւ ընդ որում տապալելուց հետո քեզ լսելուց ես հասկանում եմ, որ հերիք չի տապալել ես, մի հատ ես եմ մեղավոր, որովհետեւ ես քեզ եմ ընտրել, դրա համար տապալել ես։ Եվ դա իմ համաձայնությամբ է։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մեկը լիներ այստեղ, կասեր ինչ եք ուզում, մեր վարչապետը Հայաստանը պոկում է Ռուսաստանից, այդ տնտեսական կախվածությունը նվազեցնում է, մենք սկսել ենք հավասարակշռված քաղաքականություն վարել, ԱՄՆ մինչ օրս ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ԱՄՆ փոխնախագահ են եկել Հայաստան, էլ ինչ եք ուզում, մեր հարաբերությունները կարգավորվում են արևմուտքի հետ։ Քաղաքական իրավիճակներ կան, որոնք կախված չեն քաղաքական գործիչներից, այն երկրների
որոնց շուրջ տեղի ունենում այդ process-ները, այսինքն process-ներ կան, որոնք անկախ մեզնից են գնում եւ ուղղակի ինչ որ մի քաղաքականուց ճիշտ բային, ճիշտ ժամանակին եղել է իշխանության։ Նույն բանը եղել է 2000-ականներին, երբ որ ԱՄՆ եւ Իրան հարաբերություններն էին կարգավորվում եւ այդ ընթացքում Հայաստանում տնտեսական ինչ որ գործոններ գնացին եւ տնտեսական աճ ապրեց Հայաստանը։ Դա չի կարելի վերագրել մի մարդու։ Հիմա չեմ ուզում ասել սա այդ դեպքն է թե չէ, բայց շատ նման է վիճակին, որովհետեւ աշխարհում շատ փոփոխություններ են տեղ ունենում, որոնք իրականում Հայաստանից կախված չեն եւ մենք էլ այդ քաշը չունենք աշխարհում, որ մենք կարողանանք աշխարհում գլոբալ փոփոխություններ։ Այսինքն մենք մեր հարցերով եկեք փորձենք զբաղվել, ինչ վերաբերում է ինչ որ մի քաղաքական առաջնորդի համախոհները իրեն արդարացնեն կամ փարսացնեն, դա նորմալ է, բայց առողջության շեմը չարժի անցնել եւ ինչ գնահատական որ տրվում է, եթե լավ բան է անում քաղաքականությունը, նույնիսկ իմ չսիրելի, դա արժեքով որ հասկանանք դա լավ է թե չէ։ Բայց ելի չի ասում եմ, չի կարելի վերագրել այդ ամբողջ փառքը, հաղթանակը ինչ որ մի քաղաքական գործիչի։ Ինչ հաղթանակ։ Ես ուղղակի հիպոթետիկ հաղթանակի մասին եմ խոսում։ Իսկ եթե ռեալ իրավիճակի մեջ նայենք, ես անգերձորեն եմ ասում, ենք քաղաքական ուժը, որը Ռուսաստանին էստեղից մեզ կազատի Ռուսաստանից, հա, չեմ ասում մենք պիտի ուղիղ պատերազմի մեջ մտնենք Ռուսաստանի հետ եւ այլն, բայց ռուսական լեզից ազատող քաղաքական ուժը իմ հերոսը կլինի։ Դա նույնիսկ իմ չսիրելի քաղաքական գործիչը եթե դա անի, բայց ես հիմա դա չեմ տեսնում։ Հիմա ասում են Նիկոլ Փաշինյանը դա է անում։ Ես մենակ ուրախ կլինեմ, բայց ցավոք այդպես չէ, հա։ Նիկոլ Փաշինյանը Փաշինյանը իրականում բոլորս էլ գիտենք, որ ծառայում է բոլորին։ Ով ինչ ասում է, անում է, իր նպատակը այսօր իշխանության մնալն է։ Ու դրա համար ամեն ինչ կանի։ Հիմա մեր շահերը պետք է զիջել Ռուսաստանին, կզիջի Ռուսաստանին, Թուրքիային, ուրեմն Թուրքիային, Ադրբեջանին, Ադրբեջանին, ԱՄՆ-ին, ուրեմն ԱՄՆ-ին։ Բոլորիդ են հլու հնազանդ, ինչ պետք է կանի այս թիմը, որովհետև իրենց նպատակը իշխանության մնալն է։ Այդ է ձեռքբերումը ինչ որ գին ունի, ես չգիտեմ մեր իշխանությունները ինչ գին են վճարում, ինչ որ մի ձեռքբերման համար։ Դե Այս մեր տաղարների կորուստները 2020-ից սկսած մեր աչքի առաջ չեն, ինչու չգիտենք։ այս բայի մասին եմ խոսում։ Դե ինչ որ եղել է մենք դա տեսել ենք եւ դրա ամբողջ գնահատականը դեռ ժամանակ է պետք որ տանք, թե ինչ իրականում տեղի ունեցավ, որովհետեւ ես կարծում եմ որ մենք հələ չենք էլ հասկացել մեր այդ ինչ տեղի ունեցավ։ Չի հասկացել ժողովուրդը։ Կարծում եմ ոչ։ Այսինքն Արցախը կորցնել։ Ես այսպես ասեմ, մենք անգերձ եմ ասում, կարծում եմ որ չենք հասկացել Արցախի կորուստը ինչ էր մեզ համար։ Ինչից է որ չենք հասկացել, որովհետև ինչու՞մն է խնդիրը։ Դեռ տաք ենք, տաք իրավիճակում ենք, պիտի, բայց Չէ, ասի թե քանի տաք տարի ենք, անցել արդեն։ բայց ոչ էլ համակերպվել ենք դրա հետ, բայց ոչ էլ հասկանում ենք, որ դա իրոք անվերադարձ է գնացել կամ չգիտեմ, իրոք մերը չէ։ Ես այդպես եմ կարծում։ Ես չեմ կարծում, որ անվերադարձ է գնացել։ Հա, ես էլ չեմ կարծում։ Ես այդ եմ ասում, ոչ կարծում եմ, որ անվերադարձ է կամ իրոք հիմա այս բանը չկա, դրա հետ մենք չենք երևի թե Արցախի կորուստից հետո ավելի ուրիշ խնդիրներով ժողովուրդը եղավ զբաղված եւ դա հիշողության ինչ որ մի այնպիսի հատվածում է մնացել, որը փորփրելու կարիք ունի։ Ես այդպես եմ կարծում։ Այսինքն միտքը հանգիստ չեն թողնում մարդկանց, որ ինքը ինչ որ հարցի վրա կենտրոնանա անընդհատ։ Պարզենք 20 թվից 5 տարվա մեջ ինչ բան եղավ։ Հետո նույնիսկ ռազմական գործողություններ եղան Ջերմուգում, Սև լճի հատվածում, այնպիսի խայտարակ վիճակ էր մեր մոտ, որ Արցախի գոնե ժամանակավոր կորուստը մեզ համար թվաց, չգիտեմ, ավելի թեթև բան, քան ինչը որ մեզ պիտի սպասվի հետո։ Այսինքն հարցը այնպես էր տրված, որ հայոց պետականությունն է կորստի վտանգի առաջ։ Եվ դրա առաջ, ասենք, հայրենիքի ինչ որ մի հատվածի ժամանակավոր զիջումը թվում էր տանելի։ Եվ հիմա չգիտեմ ինչից է, որ մենք չենք էլ չնայած այսպես ասեմ երևի նրանից է գալիս, որ մենք պատերազմից հետո շատ անընդհատ դա էլ էր վախ, չէ՞ որ մտավ ժողովրդի մեջ։ Այդքան զոհեր, վիրավորներ տեսնել,
դե ընտանիք է եղել, անգամ երկու զոհ են ունեցել, ասենք հայրն ու որդին կամ երկու երեխաները մայրը կորցրել է։ Այդ վախը մտավ, հետո ասում էին, չէ, եթե սա չտանք, պատերազմ կլինի, եթե այսպես չանեինք, այսքան զինվոր կկորցնեինք, եթե Ստեփանակերտը չհանձնեինք, այսպես կլիներ, չէ։ Ու անընդհատ շարունակական է եղել այդ քաղաքականությունը, անընդհատ մեզ ասել են, եթե սա չտանք, սա է լինելու, ու այդ վախը մտել է ժողովրդի մեջ, մեդիան իր գործը կատարել է, տեղեկատվական պատերազմի մեջ են գտնվում մինչ օրս։ Ու մինչև հիմա հենց այդպես էլ պահում են։ Եթե Ղարաբաղ վերադարձ Ղարաբաղ են ասում, Արցախ էլ չեն ասում։ Այդ հարցը բարձրացնենք, շատ վատ կլինի մեզ համար, այդ էջը պիտի փակենք։ Նիկոլ Փաշինյանն է ասում։ Դանարից երևի, որ մենք նորմալ թշնամություն անել չգիտենք։ Դրա համար էլ չենք կարողանում գնահատել ռեալ իրավիճակը։ Այսինքն մենք չենք պատկերացնում, որ այդ պատերազմ ասվածը դա մեզանից կախված չէ։ Այսինքն մենք ինչ պիտի անենք, որ պատերազմը ռեալ սանձազերծվի։ Պատերազմին պատրաստվում են, պատերազմը մի օրվա որոշում չէ։ Այսինքն չես կարող դու մի բան ասել եւ դրա հաջորդ օրը սկսվի պատերազմ կամ 3 օր հետո։ Դա տարիների աշխատանք է, դա ռազմական տեխնիկայի ձեռքբերում է, դա ստրատեգիայի մշակում է, հավանական դաշնակիցների հետ պայմանավորվածություններ ձեռքբերել է, ներքին դավադրությունների պարագայում համախոհներ ձեռքբերել է, դա լուրջ ստրատեգիա է, դա լուրջ ժամանակ է պահանջում։ Այսինքն մեզանից չէր դա կախված, այսինքն մենք չենք եղել նախահարցակ, մենք ինչ-որ մի դիվանագիտական խողովակներով փորձել ենք ինչ-որ մի առաջարկներ անել, եղած առաջարկներին համաձայնություն ենք տվել կամ տվել ենք մեր անհամաձայնությունը։ Դա հակառակ կողմն էր, որ եղավ պատերազմի սանձազերծողը եւ մենք եղանք հետևանքը կարողը դա ռեալ պիտի դատենք, որ դա մեզանից չէր կախված եւ հետեւաբար եթե լինի պատերազմ, դա ոչ թե մեր վարչապետի մի խոստույթից է լինելու, դա ոչ թե մեր ժողովրդի ինչ-որ մի բան պահանջելուց է լինելու, այլ դա լինելու է նախապես ծրագրավորված ինչ-որ մի լոկալ խնդիր լուծելու համար։ Այսինքն Ադրբեջանի համար հիմա Արցախի հարցն էր առաջնային, այդ հարցը ինքը լուծեց, հետո Մեղրի հարցը առաջ քաշվում եւ այլն, Արմենիան-Ադրբեջան տերմին է խոսույթ են գցում մեր մեջ եւ այլն եւ հետեւաբար եթե ինքը ուզենա պատերազմ անելու, դրա համար առիթ եւ պատճառ կգտնի։ Նույնիսկ եթե ամեն ինչին մենք լինենք համաձայն։ Ես այդպես եմ կարծում։ Հետեւաբար չի կարելի վախենալ մի բանից, որը մեզանից չէ կախված, էլ այսինքն եթե պատերազմը անխուսափելի է, թող օրնվի պատերազմը, մենք էլ պատերազմ ենք, բայց եթե անխուսափելի է։ Բայց դրա համար պիտի ժողովրդին պատրաստեն, չէ՞, Ադրբեջանը շարունակաբար զինվում է ու անընդհատ այդ մասին են խոսում։ Իսկ մենք ասում ենք, լավ է, զենքը ձեռք ենք բերում, ինչ որ զենքեր են ձեռք բերել, մի հատ էլ ներկայացնում են մեծ ձեռքբերում, բայց մենք պատերազմի չենք գնա, որովհետև փակել ենք այդ էջը, խաղաղություն է բերել ճակերտավոր Նիկոլ Փաշինյանը, վերջ արդեն։ Թե խաղաղությունն եմ ասում, խաղաղություն ուզել պետք է։ Ցակտել խաղաղությանն էլ է պետք, որովհետև չի կարելի անդադար պատերազմել, բայց եթե դու ինչ-որ մի հարթակում քեզ հարցնում են դու ինչ ես ուզում, եւ դու ասում ես միայն խաղաղություն եւ խաղաղություն ամեն գնով, այդ ամեն գինը շատ մեծ հասկացողություն է եւ այդ ամեն գինը դու կվճարես հաստատ։ Դա կլինի ինչ-որ կորուստներ, դա կլինի, չգիտեմ, ինքնիշխանության կորուստի գնով, էներգետիկ բլոկների գնով, ցանկացած ոլորտում դու կարող ես դրանից դժվել էլի, խաղաղություն ամեն գնով չի լինում։ Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը ինչ նոր վտանգներ կբերի մեր երկրին, եթե ժողովուրդը գնա ամսի 7-ին ընտրի իրեն, իհարկե ընտրություններ կոչվածը իմ համար անընդունելի է։ Դա չեմ կարող ասել իրականում, որովհետև այսինքն քաղաքական կանադական կամ կանխատեսում անելը ինքը շատ անշնորհակալ գործ է։ Ես էլ քաղաքական ոչ գործիչ եմ, ոչ էլ վերլուծաբան էլի։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի օրինակ, պատերազմից սկսած, լավ 2018-ից մինչ օրս, ինչպես կբնորոշես Նիկոլի իշխանության արածները։ Էլի չափից դուրս ծավալուն հարց է, ինչպես եկեք դատենք գործերով էլի ինչ տեղի ունեցավ։ Մենք գնացինք ինչ-որ քաղաքական հեղափոխության, որ պիտի ունենայինք նոր պատերազմ, եթե լիներ պատերազմ, նոր տարածքներ պիտի ունենայինք, Արցախը հայկական պիտի լիներ եւ վերջ։ Պիտի ժողովուրդը տուգանվելու ապրանք չլիներ, պիտի լիներ տնտեսական աճ, չգիտեմ ինչ եւ այլն, հիմա ունենք դա։ Չէ, հակառակը ունենք։ Դա չունենք, հետեւաբար ուրեմն բացասական եմ գնահատում
Թե հետո ինչ կլինի, դա էլ չեմ կարող ասել։ Բայց որ ես կուզենայի, որ Հայաստանում իշխանության փոփոխություն լինի, այդ հաստատ։ Որովհետև փորձնել է ցույց տվել ոչ մի քաղաքական ուժ Հայաստանում առաջնորդ կամ չգիտեմ, երկրորդ անգամից հետո չի եղել իշխանության, իսկ սա փաստացի կլինի հայ երրորդ անգամ, որ մեր նույն Դե հա, եթե կան իշխանություն։ Չենք հանդուրժում, մենք չգիտեմ։ Իրոք որտեղ նոր ճանապարհներ են պետք, նոր քաղաքական դեմքեր, որովհետև մենք նույն ընդդիմությանն ենք տեսնում եւ նույն իշխանությանն եւ նույն համակարգի տարբեր օղակներ։ Ասենք ինչ տարբերություն ասենք։ Կարծեմ ոչ մի տարբերություն էլի։ Ասենք նույն Ադրբեջանում հիմա ասենք իշխանության է 30 տարուց ավել նույն քաղաքական կալանը։ Ասենք ինչպիսին է Ադրբեջանի վիճակը։ Ասենք դասական դիկտատուրա, իրականում իրաց վիճակն այդպես լավ չէ էլի։ Որ նայեք դուք պատկերացրեք, ասենք 2000 թվականից նույն մարդը լիներ իշխանության միջև առեսով ինչ կլիներ Հայաստանի վիճակը։ Նույն մարդիկ չեն 4 դեմքեր են, բայց 4-ն էլ նույն համակարգի գլոբալ առումով մեր մոտ էլ չի փոխվել, ուղղակի անձեր են փոխվել, դեմքեր են փոխվել, բայց համակարգը նույնն է մնացել, դրա համար մենք այս վիճակում ենք։ Հիմա խնդիրն է, որ մի քաղաքական ուժ մեղադրում են մի ուրիշ քաղաքական ուժի, դրա մեջ ինչ է որ ինքը պիտի արած լիներ արդեն ժամանակին։ Հիմա ինքը չի արել, իրար ասում է դու ինչու չես անում, այնը ասում է դու աներ ժամանակին եւ այդպես հանդարտ կնդակ իրար են փոխանցում եւ մենք չենք ստանում ոչ մի արդյունք, ոչ մի պատասխան ռեալ ոչ մի հարցի։ Այ նշեցիր Արթուր ջան, իշխանափոխություն։ Իսկ ինչ ճանապարհով ես տեսնում դա ընտրություններով։ Եթե լիներ Հայաստանում հնարավոր իշխանափոխություն։ Ընտրություններով, հա։ Կարծեմ չէ։ Չի եղել այդպեսի բան։ Նույնիսկ ել եմ ասում հեղափոխությունից կոչված այդ ժամանակահատվածում ներկայիս վարչախումբը եկավ իշխանության եւ դրանից հետո գնաց ընտրությունների։ Միշտ այդպես է եղել։ Չի եղել, ասենք, պատահական ինչ-որ մի քաղաքական ուժ կա եւ վերցնի իշխանությունը։ Գնա էլի ընդրական ճանապարհով եւ դառնա իշխանություն։ Հայաստանում էս այդպեսի բան չի միշտ։ Եթե մի քաղաքական ուժ այդ ճանապարհով զիջի ռեսուրսների ընտրությունն է, որովհետեւ ոչ թե ասենք ռեալ քաղաքական ընտրություն։ Փողի ընտրություն է ավելի շատ։ Ոնց տեսնում ենք ռեսուրսներով ունի շատ, ինքն էլ երևում է դաշտում։ Դե քաղաքական քարոզարշավը կամ ասենք կուսակցությունը ինքը մեծ ռեսուրսներ պահանջում է եւ հետեւաբար ով որ մեծ ռեսուրսներ ունի, ավելի ամուր տեղ է զբաղեցնում այդ բանը։ Դա տրամաբանական է, որով ու դա էլ է պատճառը, որ մնացած այլախոհ քաղաքական ուժերը ավելի ռեսուրսների պարագայում իրաց մոտ ավելի սուղ է, որովհետև Հայաստանում խոշոր գումարներ տնօրինող մարդիկ արդեն հիմնականում հարում են ինչ-որ մի քաղաքական ուժ։ Այսինքն չի եղել այդպես, որ իրանք վերցեն մի հատ առողջ ընդդիմության եւ սկսեն իրեն ֆինանսավորել, դա հնարավոր չի եղել Հայաստանում երբեք, որովհետև ամեն ինչ արդեն իրար մեջ աշխած է եղել։ Բայց լավ, այդ դեպքում ինչպես ոսկե քրչին ընկեր երբեք չեղավ։ Դրա համար վիճակն էսպես եղավ։ Բա այդ դեպքում ինչպես պիտի իշխանություն փոխվի։ Եթե ինչպես է ստացվում, որ Այս հարցը եթե երկար տվեցի, ես կտատվեմ։ Չէ, նայ Արթուր ջան, ինչպես է ստացվում, որ ժողովուրդը օրինակ եթե ուզի, չէ, փնտրի կգտնի օրինակ իմ կարծիքով։ Ինքը տեսնում է այն ուժերին, որին իրեն մատուցում են։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ որպես իրեն ընդդիմություն Սամվել Կարապետյանն է ներկայացնում, այսինքն իշխանությունը ինքն է ընտրում։ Նախորդին 2021-ին ընտրել էր Քոչարյանին, առավոտից երեկո խոսում էին Քոչարյանի մասին։ Հիմա մյուս քաղաքական Հարմար է այդպես կարելի։ Դա եմ ասում էլի, որ մի քիչ էլ մենք մեզ պիտի բան անենք, որ լավ, ես ինչի եմ ընտրում նրան ում ինձ մատուցում են, ես փնտրեմ։ Իրենց այդ լավ, գեղեցիկ խոսքերով գալիս են, շռայլ խոստումները տալիս են ու մի հատ մենք չենք էլ վերլուծում ինչ է եղել անցած տարիներին։ Հերթական անգամ այդ կուտը հուտում ենք էլի, այսպես ասած։ Դա նորմալ է, որովհետև անցած ընտրություններին էլ երկու խոշոր քաղաքական իրար օպոնենտները մեկը մյուսին արդարացնում էր անընդհատ։ Մեկը ասում էր, որ
ինքը այդքան համարձակություններ չունի, որ ադրություններ կեղծի, դրա համար կարծում եմ, որ ադրությունները արդար է լինելու, այնուստին ասում է, թե որ կեղծող լինենք այն ժամանակ, այսինքն իրանք արդարացնում են եւ մեզ ուզում են ասել, որ գիտեք ինչ կա, ադրությունները հաստատ մաքուր է լինելու եւ այլն։ Հիմա ինչ են, այսինքն իրանք էլ են շատ հաճախ են ասել, որ դուք մեզ համար ամենահարմար ընդդիմությունն եք։ Քանի դուք կաք, մենք իշխանության ենք, ասում են միշտ։ Դրա համար խոհեմությունը պիտի մարդկանց թույլ տար հեռանալ քաղաքական դաշտից, ասենք, եւ տալ ճանապարհ նոր քաղաքական ուժերի։ Դե նման բան չի լինում Հայաստանում, չէ՞։ Ցավոք սրտի չէ։ Եթե շատ կուզենայի որ լիներ, իրոք շատ կուզենայի որ լիներ, մենք էլ մեր ընտրության մեջ մեր ավելի լայնախոհ կլինենք, ավելի ուշադիր կլինենք, ավելի շատ մարդկանց կլսենք, ավելի նոր տեսանկյունների հետ կծանոթանանք։ Հիմա մենք փաստացի, եթե սթափնայենք, պիտի ընտրենք խաղաղության, ինչ որ ասվում է, էլի, ռեալ խաղաղության միջև ճակերտավոր լավ ասենք, եւ պետք է ընտրենք աշխատատեղերի քանակի մեջ։ Ցավոք։ Այսինքն կուշտ ուտելու եւ անվնաս ապրելու միջև։ Բայց պետության կարևոր ատրիբուտներից է հենց անվտանգությունը, տնտեսական հարաբերությունների կա։ Այսինքն առանձին չպիտի իրարից դիտարկվեն, էլի։ Մի քաղաքական վարչախումբ պիտի ամբողջ այդ հարցերով զբաղվի։ Ու զբաղվի այնպես, որ ես դրա կարիքը չզգամ, որ ասենք եթե իրան ընդրեցի խաղաղ պիտի լինի ու երկաթրանքի առաջ կայնեմ, կուշտ ուտան, թե խաղաղ մնամ։ Այդ որ հերու չեն հեռանում ու ասպարեզը տալիս մյուս ուժերին։ Խնդիրը նրանում է, որովհետև քաղաքական ուժեր կան, որ իրանց համար հեռացում է ինքնասպանության նման մի բան։ Հա, դա է։ Իրանք կան այնքան ժամանակ, քան ինչ որ վարչական։ Որովհետև իրանք իրանցից ոչինչ չեն ներկայացնում։ Այսինքն կարող իրենք ուղղակի խաղալիք են, ուղղակի չեն էլ կարող հեռանալ, որովհետև իրենց ասում են, որ չպիտի հեռանաք, որովհետև դրսի ինչ որ տերերի ձեռքում իրենք խաղալիք են, խաղացող են այստեղ։ Պետք են որ մնան դաշտում։ Դրանից բացի, բայց հագարակը կա, որ շատ մարդիկ հաստատ կուզենային չլինեին քաղաքական դաշտում, որովհետև իրենց համար կյանքը շատ ավելի հետաքրքիր ու խաղաղ կլիներ, եթե իրանք քաղաքականության մեջ չլինեին, բայց ստիպված են նաև լինելու։ Շատ մարդիկ եկել են քաղաքական դաշտ, որովհետեւ անձնական հարցեր լուծեն։ Անձեռնմխելիության տեսանկյունից ավելի ապահովության տեսանկյունից, լսելի լինելու, արդարանալու տեսանկյունից մարդիկ կան, որ հիմա մանդատ ունեն, որ մեզ ապացուցեն, որ իրենք այնքան է վատը չէ ժամանակին, էլի։ Տխուր է, ամբիցիաների հարցեր են էլ։ Բայց համենք դա չի թողնում, անգամ էս կորուստներից հետո մարդիկ իրենց անձնական ամբիցիաները կամ քաղաքական կողմնորոշումները չեն դնում մի կողմ հանուն հայրենիքի։ Լավ բան եք ասում, չլիներ այդպես։ Բայց լավ, իսկ ժողովուրդը արդյոք այս մի 6 տարիների ընթացքում պատերազմից հետո չուներ այդ մտածելու ժամանակը, որ հասկանար, որ լավ, այս թիմը մեզ լավ տեղ չի տանում, էլի, մենք պետք է այլ ընտրություն կատարենք։ Բայց եկեք ուրիշ քաղաքացու տեսանկյունից նայենք։ Հիմա մարդ կա, ով շատ ավելի իրեն լավ է զգում, կամ շատ մեծ մարդկանց խումբ կա, ով շատ իրեն ավելի լավ է զգում հիմա, քան զգացել է օրինակ 2000 թվականին, կամ 16 թվականին, կամ 14 թվականին, չգիտեմ, ինչ որ իրանցից առաջ, կան չէ այդպիսի մարդիկ։ Եվ իրենց կայացած ընտրությունը ավելի քան օբյեկտիվ է իրենց տեսանկյունից, որ այսօր ժամանակ լավ չէ, որովհետև գիտեք ինչ կա։ Իմ գործին մարդիկ կային, ովքեր որ ունեն իրենց մասնաբաժինը չարթարացված կամ ճնշումների տակ կամ եւ այլն։ Իսկ հիմա այդ ամեն ինչը։ Հա, կա, բայց ոչ իր վրա։ Բայց ով ասեց։ Ենթադրենք կա ուրիշի վրա։ Ասում է Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին պահում է կոմպրոմատներով եւ կոնկրետ պարգևավճարներ։ Ճիշտ ասած չի ուզում մտնել այդ դաշտ։ Պարգևավճար ինչ այդ կոմպրոմատի եւ այլն, որովհետեւ ես այդ ինֆորմացիան շատ չեմ տիրապետում։ Եթե ով տիրապետում է, թող դատարանով երևի այդ հարցը լուծեն, բայց ինչ վերաբերվում է բանին, պարգևավճարներին, մի քիչ աբսուրդ թվերի է հասել իմ կարծիքով այդ պարգևավճարների քանակը, մենք այդպիսի շռայլություն երևի թե մեզ չպիտի թույլ տանք, որովհետև այդ նույն մարդիկ մի քաղաքացու մինիմալ զամբյուղ են հաշվել, եւ այդ մինիմալ զամբյուղը իրաց պարգևավճարի դիմաց ասենք ոչ մի բան է, էլի։
Եվ կարելի է մի քիչ ավելի զուսպ լինել այդ պարքեվաճառների հարցում, կարելի է ոնե անհրաժեշտ է մի քիչ ավելի զուսպ լինել էլի։ Եթե ասենք հիմա ես լինեի մի 70 տարեկան թոշակառու եւ մենակ թոշակով ապրել եւ լսեի, որ մեր չգիտեմ, պատգամավորը մի քանի միլիոն պարքեվաճառ է ստացի, ես ազնապես շատ քիչ կվիրավորվեի էլի։ Դե վիրավորվել են, շատերը ասում են, որ հետարակություն է դա։ Հա։ Այն դեպքում, երբ որ մենք հսկայական արտաքին պարտք ունենք 3 միլիարդ պարքեվաճառ տալը, եւ պարքեվաճառ տալը, եւ հետո ասել, որ գիտեք, իշքա տալիս ենք, որովհետեւ մարդիկ այլ ձևով այդ գումարը չփորձեն հայտարարել, արդարացնում են նախկին իշխանություններին այն առումով, որ իրանք պարքեվաճառներ չունեն, դրա համար ստիպված են զբաղվել կոռուպցիայով։ Օրինակ ասեցի, թե նախկին ճնշումները այդքան չկան։ Իրոք ասեցի այդքան չկան, ասեցի կա ինչ-որ մի մարդու վրա, կար, հիմա իր վրա չկա, կա ուրիշի վրա։ Այդ մարդին ազատ է համարում արդեն։ Այսինքն իր շուրջ բոլորը գտնվող մարդկանց տեսանկյունով արդեն ինչ-որ բան փոխվել է, էլի։ Իսկ նախկին տարիների համեմատ կոնկրետ Հայաստանում ուզում ես, որ ժողովրդավարությունը զրոյանում է։ Ժողովրդավարությունը ճիշտ ասած մի քիչ ինքը շատ բարդ տերմին է, մենք այդպես չենք լավ հասկանում։ Բռնապետությունը խորանում է, լավ, այսպես ասեմ։ Դե հիմա որ գնում ենք դասական դիկտատուրայի, դրա շատ ազդակները կան։ Չգիտեմ, էլի, դա կույր պիտի լինես, որ չտեսնես, որովհետև ժողովրդավարությունը ինքը շատ բարդ է։ Այսինքն մեր քաղաքական իշխանությունը, որը որ լիներ, եթե ժողովրդի պահանջը կա, ու եթե իրանից է կախված, ասենք ծայրահեղ օրինակ եմ բերում, եթե իրանից է կախված երկրը լինել չլինելը, ինքը պիտի հրաժարական տա, բայց երկիրը պիտի կործանվի։ Ժողովրդավարությունը դա ենթադրում։ Ժողովուրդը ուզում է դու գնացի վերջ։ Էլ ոչ ջերսան մեքենաներ, ոչ չգիտեմ, լուսացայնային նռնակներ, ոչ մի բան չպիտի կիրառես։ Ուղղակի մեր երկրում որ իրավիճակը դասական չէ, իշխանությունից բացի նաև չենք վստահում մենք ընդդիմությանը եւ հետեւաբար ինչ որ մի փողոցում ինչ որ մի process է լինում մենք արդեն չենք վստահում իրենց ճակերտավոր ընդդիմությանը այո որովհետեւ իրանք ժամանակի մեջ փորձված են եղել արդեն տեսել ենք էլի պահվածքած նորություն չէ էլի ես չգիտեմ Վանո Սիրադեյանին կարելի է հիշել այս առումով ինքը ասում էր որ Արցախի քաղաքական գործիչները, որ Հայաստանի քաղաքական կյանք տեղափոխվեցին միայն նրա համար, որ լուծվի Արցախի հարցը։ Եթե դա չի լուծվում, իրանք ոչ մի բարոյական իրավունք չունեն շարունակել ապրել Հայաստանի քաղաքական կյանքի մեջ։ Հիմա այդ հարցը չի լուծել։ Հիմա մենք ինչ ենք ուզում, էլ։ Ինչի համար, այսինքն դուք նույնիսկ այդ հարցի մեջ ծախողվակ։ Ով ծախողվա։ Ну նախկին իշխանությունների մասին է խոսքը եւ ներկայիս իշխանությունների, որովհետեւ իրանք այնպես չէ որ հաջողել էին այդ հարցը, ինքն էլ ցախողեց, չէ, իրանք համատեղ ցախողել են այդ հարցը։ Բոլոր իշխանությունները Հայաստանում ցախողվել են Արցախի հարցի վրա։ Ու ամենահիմնական հարցերից մեկն էր ինքը։ Դա խնդիրն անում էր, որ Արցախը բաժանեցին մայր հայրենիքից, առանձին պետություն ներկայացրեցին 30 եւ ավելի քանի տարիներ, դրա համար էլ էս արդյունքը ունեցանք էլի։ Հա մենք ամեն ինչ արեցինք որ Արցախի հարցը նման լինի, չգիտեմ, Կոսովոյի, չգիտեմ, Ղարիմի հարցին եւ այլն, Աբխազիայի, դե ինքը լրիվ ուրիշ հարցեր է, լրիվ ուրիշ հարթակի հարցեր, ռուսական քաղաքականություն հարցին։ Դրա հուշումները շուտ բանից կար, մի քանի եթե հարցազրույցներ նայենք օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցներից մի քանիսպես այդպես առանձին դիտարկումներ անենք, ինքը ասում էր որ գիտեք ինչ կա, այսպեսի վտանգ կա Եվ հետո միտեղ ասում է, որ Ռուսաստանը իր ապագա պլանների մեջ ունի վերադառնալ դեպի Կովկաս, Անդրկովկաս եւ իրան հետաքրքիր չէ լինելու առանձին պետություններ եւ դրա համար իրան տրամպլին է անհրաժեշտ լինելու եւ Արցախի հարցը շատ հնարավոր է որ հենց այդ դրա համար էլ կիրառվի։ Այսինքն ինքը Արցախի հարցի շուրջ մնի նորից այս տարաշրջան եւ վերցնի ուղղակի ուկրաինական ճակատում իր ցախողումը այդ հարցը հետաձգեց եւ այդ հարցը ստացավ այլ լուծում։ Տխուր է որ Լևոն Տեր-Պետրոսյանն ենք ցիտում, բայց դե Այ ես իրան ազնապես ճիշտ ասած շատ եմ սիրում։ Հա։ Հա։ Վայ, ցավալի է Արթուր ջան։ Ցավալի է։ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի կորստի ամենագլխավոր պատասխանատուներից մեկն է։ Ամենագլխավոր։ Գուցե, չգիտեմ։ Ինչի համար եմ իրենց այդ ասում, որովհետեւ մենք իրանցից հետո իշխանության եւ ընդդիմության մեջ
նորմալ քաղաքական խոսույթ ունեցող քաղաքական գործիչներ չեն ունեցել, էլի, այսինքն չի կարելի ասենք Լևոնեն։ Քեզ էլ էլի այն որ ասում էր մարդկանց խոսքերն է գրավում, Լևոնի խոսքերը գրավել է փաստորեն քեզ։ Լևոնը ինչ որ ասել է, դա էլ արել է։ Վատ է եղել դա մեզ համար։ Ես չեմ ընդունում այդ քաղաքականություն, դա ուրիշ բան է։ Դե վատ է եղել, հիմա Լևոն Տեր-Պետրոսյան քննարկել է։ Ես հիմա ելագել եմ սիրում, բայց ելագից ալերգիա ունեմ։ Հիմա չի նշանակում որ պիտի ադենք ելագել, ես իրատված ազդեցությունը ինձ համար բացասական է։ Այս ամեն ինչի կնքահայրը Լևոն Տեր-Պետրոսյանն է, այս ինչ դժբախտություններ մեր հետ պատահում է, հենց այդ ամեն ինչը Լևոն Տեր-Պետրոսյանից է եկել։ Ու այդպես շարունակվել է Քոչարյանով, Սերժով ու հետո իր աշակերտ Նիկոլ Փաշինյանով։ Դե եթե մենք օբյեկտիվ նայենք, ինչի մեջ որ Լևոնին մեղադրվել է միշտ, ոչ ոք այդ գծից չի շեղվել։ Իր գիծը քաղաքական եղել է եւ այդ բոլոր իշխանությունը քաղաքական գծով է շարժվել։ Հենց ռուսական գիծն է էլի դա։ Այնքը երկուչել թաքցրել դա։ Եվ հիմա փաստորեն ինչ ես կարծում։ Ընտրություններով հնարավոր չէ քննարկեցինք։ Հնարավոր գուցե լիներ, բայց ժողովուրդը անգամ բարձր է ցավոք։ Բարձր է։ Հա, բայց սոցհարցումները այլ են ցույց տալիս, որ հակառակը շատ թույլ ռեյտինգ ունի Նիկոլ Փաշինյանը։ Հա, ռեյտինգ, չէ, ես ընդրական process-ին մասնակցելու համար ասում եմ, որ համոզմամբ ինքը վերարտադրվելու է։ Այդ առումով կարծում եմ, որ ինքը վերարտադրվելու է եւ դա իմ համար, ասենք, ոչ մի դրական, չգիտեմ, ազդակ չի հարուցում, էլի, որ մենք նորից ունենալու ենք նույն իշխանությունը։ Այսինքն դա մտածում ես վերարտադրվելու է, որովհետեւ ռեսուրսները իր ձեռքում են, հա, այդ ամեն ինչը։ Դա շատ տարբերակներ կան իշխանությունը վերարտադրելու։ Իրանք մեզանից շատ ավելի լավ են տիրապետում դրան, այսինքն իրանք երեկվա երեխան չեն, էլի, քաղաքական process-ի մեջ, էլի։ Շատ լավ տիրապետում են, շատ լավ գիտեն եւ ամեն հնարավոր տարբերակ ել գնալու են։ Ասեմ որ եթե մենք ուշադիր լինենք տեղական դիմադրությունների մեջ էլ իրանք շատ հարցերում պարզվեցին շատ տեղեր, բայց ի վերջո իրանք եղան իշխանության։ Այսինքն իրանք շատ լավ են տիրապետում այդ մեխանիզմներին, էլի շատ լավ են օգտագործում դա։ Գիտեն երբ ինչ շանտաժի գործիք կիրառեն, քաղաքական գործերը երբ բացեն, փակեն, շատ լավ գիտեն այո։ Լավ սերտել են։ Քաղաքական կյանքի մեջ ոչ մի երկրում նորություն չէ, էլի։ Դա համար պիտի, եթե դու քաղաքական գործիչ ես, գոնե քեզ մաքուր բայր, էլի, քաղաքական հարցերի մեջ, էլի, որ չունենան քո վրա այդ կոմպրոմատները, դու էլ չգնաս գուլ այդ համակարգին։ Մի քանի երևի ազնիվ քաղաքական գործիչներ կան, ուղղակի իրանք էլ ուրիշ հարցերով են բլոկադայի մեջ, դրա համար իրանք ավելի քիչ ճանաչելի են։ Բայց կան այդպիսի քաղաքական գործիչներ, որտեղ իրականում քաղաքական գործիչների մրցակցությունը միմյանց միջև պիտի լինի բարոյական արժեքներով, պիտի լինի, չգիտեմ, լավելի լարնախոհությամբ եւ այլն։ Այստեղ ուրիշ մրցակցություն է կանում, ով իշքան շատ կարող է մուսին վիրավորել, ով կարող է շատ ռեսուրս տնել ինչ-որ մի գործի մեջ, ով կարելի ավելի մեծ սուտ հորինել, որ իրեն հավատան։ Ու ժողովրդին էլ այդ ընտրությունն են էլի մատուցում, կամ սա։ Եթե ոչ սա, ուրեմն սա։ Այդ կամ քաղաքականությունը հնուց է եկել մեր մոտ, էլի։ Դե դրանցի վերջ տալ էլի։ Թուրքն է, չգիտեմ ինչի։ Թուրքի այլընտրանքը ռուսն է։ Հա, ասենք չկա երրորդ տարբերակ չկա, ես չեմ հասկանում։ Հաստատ կա էլի։ Լիքը տարբերակ։ Մա ժողովուրդը օրինակ գնա երրորդ տարբերակ ընտրի, թե այս ընտրություններին ինչ որ երրորդ տարբերակի մասնակցության տեղել չկա, որովհետև ամեն ինչ արդեն պարզ է նախապես։ Կուզենայի լիներ, կան հաստատ քաղաքական ուժերում կարելի է հարել թե կաղապարապես, թե իրաց անցած ճանապարհը թույլ տալիս ներկայանալ մնացածի ֆոնին շատ ավելի ազնիվ եւ շատ ավելի կայուն, բայց ելի եմ ասում իրանք թույլ են, որովհետեւ ասենք շատ հաճախ զանգում են սոցհարցումներ եւ այլն երևի ցեզ զանգս կլինեն, ներկայացնում են որ քաղաքական ուժին կտայք հավանական ցերկվեր, եթե ինչ որ լիներ ընդրություն, վաղը լիներ ընդրություն կամ չգիտեմ 10 օրից, ընդրվում է նշվում է մի քանի հոգու անուն։ Ու մենք հաջող տեսնում ենք եթերներով, ու տեսնում ենք քաղաքական դեպատների մեջ, ասում չեմ հասկանում, չկա այլ ուժ, ասենք, այսինչ մարդ է, այսինչ քաղաքական ուժը ներկայացնող, ինքը չեմ ասում, ցես համար քաղաքական գործիչ չէ, այնպեսի մարդկանց անուն է տալիս կամ այնպեսի քաղաքական ուժերի, որոնք ասենք, իրանք ոչ միայն քաղաքական նույնությամբ զբաղվել իրավունք չունենալ, իրաց քաղաքական գործիչ լինել իմ քաղաքական ճաշակը վիրավորում է շատ ուղիղ։ Ասենք իրանց թողած դա նշանակում է որ մարդիկ ֆինանս են ծախսում, որ իրենց անունը խոսվի, չգիտեմ, իրանք դառան ավելի պոպուլյար, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք որ
Գյումրու բարբարով ասած քյասի բեն։ Մնում են խավես դուրս։ Օրինակ քո կարծիքով Բևերը պիտի մասնակցի ընտրություններին, թե չէ։ Չէ, իհարկե չէ։ Ինչու՞ չմասնակցի։ Մասնակցի որինչ։ Մասնակցի որինչ։ Նայենք ինչ Օրինակ վիճակը։ մեր աջակիցներից շատերը պնդում են, որ պիտի մասնակցի, որ չմնա քաղաքական գործընթացներից դուրս եւ այլն, կարող է հետընտրական զարգացումներ Քաղաքական լինեն։ գործընթացը միայն բանն է, հա, ընտրությունները։ Այսինքն 5 տարի սպասեք, որ մատ քաղաքական կյանքը երբեք չի կանգնում։ Այդ գրասենյակային ռուտինային աշխատանքով պիտի տանի։ Գնացեք, փակեք գրասենյակներում տարեք այդ ծանր աշխատանքը, զզվելի, անտանելի, չգիտեմ, անհետաքրքիր։ Ասում են ժողովրդի հետ շփվելու առիթ է օրինակ դա։ Հա, հաստատ առիթ է ժողովրդի հետ շփվելու, բայց 5 տարին մեկ եթե մենք ուղղակի գնանք ժողովրդի հետ շփվենք եւ այլ, ինչ արդյունք տա պիտի տա որ։ Ոմանացած են 5 տարի։ Ասեն գնաց մասնակցես Բևերը, ինչ։ Ժողովրդի հետ միշտ է պետք շփվել, եթե դրա հնարավորությունը լինի։ Ես ասեմ, որովհետեւ մարդիկ ինչ որ ինչ հանգամանքներից հետո 3 ամսով այնպեսի ծրագրեր են ներկայացնում, այնպես են համոզում մեզ, որ իրանք առած մեզ չէին կարող ապրել։ Իրանք ամբողջ կյանքը նվիրված է եղել մեզ։ Չէ՞ ճանաչում այդ մարդուն, բերենք օխեն աշկից չեմ հասկանա ինքը ով է։ Բայց պարզվում է, որ ինքը ծնված օրվանից մեր մասին է մտածել։ Ձեր կառնում ես չեմ հասկանում, չի կարելի։ Տխուր է իրականում վիճակը, բայց իրականությունը սա է։ Իմ կարծիքով չարժե մասնակցել։ Շնորհակալ եմ Արթուր ջան այս զրույցի համար։ Շնորհակալություն նաև ձեզ սիրելի հայրենակիցներ, մեր եթերը դիտելու համար չմոռանաք լայքել, գրել մեկնաբանություններ եւ այս եթերը տարածել ձեր սոցցանցերի էջերում։ Այսքանը հաջողություն, առողջ եղեք։